Բարև ձեզ, Օրագիր Նյուզի եթերում օրակարգն է, տաղավարում այսօր հյուրընկալել ենք հասարակական քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանին։ Բարև ձեզ Տիկին Զոհրաբյան, շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Տիկին Զոհրաբյան, սկսենք մեր երկրում ստեղծված իրավիճակից, կխնդրեմ ձեր գնահատականը տաք վերջին օրերին ծավալվող զարգացումներին եւ ըստ ձեզ ինչու է Նիկոլ Փաշինյանը ամենքերբ սրում իրավիճակը։ Տեսեք, ինձ թվում էր իմ կյանքի ամենածանր եւ ամենաանհաղթահարելի օրը դա 20 թվականի նոյեմբերի 9-ն էր, երբ որ հաղթելու ենք պոռնկաբարո 44-օրյա հեշթեգից 44 օր ժողովրդին խաբելուց հետո մենք կարդացինք մի կապիտուլյացիոն եռակողմ համաձայնություն եւ թվում էր դրանից այն կողմ չի կարող լինել ողբերգություն, չի կարող լինել աղետ, բայց ես հիմա ասում եմ, ես չգիտեմ, միգուցե վաղը ես ասեմ, որ այսօրն էլ դեռ վերջը չէր, որովհետև տեսնելով, թե ինչ է անում այս կոլաբորանտ իշխանությունը, ինչպիսի սրընթաց արագությամբ է ավարտին հասցնում Հայաստանի երրորդ հանրապետությունը, ես կարծում եմ, որ հիմա այս օրերին, երբ որ ինչ ասեմ, չկա նման բան, ես փորձեցի նայել պատմությունը եւ փորձեցի գտնել դրվագներ, երբ է եղել, որ զենքով գրոհել են վեհարանի վրա, չի եղել նման բան, անգամ 1734 թվականին ասպատակողները եւ նվաճողները, օրինակ Նադիր Շահը, երբ որ մտել է Էջմիածին, հանել է կոշիկները, արտասվել է եւ հայ քրիստոնյաների հետ միասին աղոթել է, անգամ ասպատակողները եւ նվաճողները զենքով չեն մտել հայ առաքելական եկեղեցի եւ մենք տեսանք նիկոլիզմի իրական դեմքը, երբ որ խելահեղ ոստիկաններ, իդեպ տարբեր աշխատողների վզին, հաստ վզին, որոնք զենքով գրոհում էին վեհարան, ես տեսա խաչ, իսկ իրանց արմուկներին տեսա դաջված խաչ, այս մարդիկ չեն հասկանում ինչ են անում եւ իրենց չի փրկելու, մենք պագոնի տակ ենք, մենք հրամանի տակ ենք, ատմասկան, դուք կաբլուկի տակ եք եւ այդ կաբլուկ կրողը մեկ անուն ունի, Նիկոլ Փաշինյան, մենք ապրում ենք հիմա մեր պատմության ամենաամոթալի, ամենավախենալու, ամենազազրելի ժամանակները եւ սա եւս դեռ վերջը չէ, որովհետև Նիկոլ Փաշինյանը իր ազգադավ ծրագիրը հասցնելու է միջև վերջ եւ բնավ պատահական չէ, որ այս գրոհը, այս տոտալ սանձարձակ առանց որևէ կարմիր գծերի գրոհը մեր հավատքի մայրաթորի սրբազանների վրա, երբ որ կալանավորվում են սրբազաններ, նոր թափ առավ Էրդողանի հետ նրա հանդիպումից հետո ամենայն հավանականությամբ այս իշխանության այլևս միակ այսպես ոսկե հովանավոր թուրք-ադրբեջանական տանդեմը տվեց քարտ բլանշ վերջին հարվածը հասցնելու մեր արժեքային համակարգին եւ մեր պետականությանը։ Ես ուզում եմ անդրադառնանք հենց Միքայել Սրբազանի ձերբակալությանը ապա կալանավորմանը, գիտենք նա մեղադրվում է իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր անելու մեջ։ Ձեր գնահատմամբ ինչու սա հենց հիմա տեղի ունեցավ, հատկապես այն դեպքում, երբ Սրբազանը նախկինում եւս նման հայտարարություն արել էր եւ երբ դատախազություն էր դիմել նույն Դանիել Լեոնիսյանը, դատախազությունը այդտեղ հանցակազմ չէր տեսել։ Տեսեք, ես նայել եմ Միքայել Սրբազանի երկու հարցազրույցները, որտեղ գնահատականները գրեթե բառացի նույնական էին եւ այո, երբ որ տարիուկես առաջ Դանիել Լեոնիսյանը մեկ հարցազրույցի մասով դիմել էր դատախազությունը այդտեղ հանցակազմ չէր տեսել, իսկ գրեթե նույնաբովանդակ, նույն բառերով արած մեկ հայտարարության մեջ պարզվում է, որ տեսել են իշխանությունը զավթելու կոչեր, դե գիտեք, երբ որ փռում են Բակրատ Սրբազանին կալանավորելուց փռում են մի հատ արսենալ, ես ճիշտն ասած ճանապարհին նայեցի, մտածեցի մի հատ իշխանազավթման գործիք, օրինակ են մանուշակագույն, այն
ծուխը, հա, որտեվ գտել էին մանուշակագույն ծուխ, որը սիմվոլն էր սրբազան շարժման հետ։ Այո, ես հիմա դրան էլ անդրադառնամ, գտել էին դրանք, գտել էին որսորդական զենքեր եւ զենքերի կողքը օրինական լիցենզիա, Բագրատ Սրբազանի կեցավայրում գտել էին այդ գույն արտանետող ուրեմն ծուխը, որով ժամանակին Լենա Նազարյանը Արարատ Միրզոյանի հետ մտան ազգային ժողովի ամբիոն, ծխախեղտ արեցին մեր բոլորիս եւ շարժվեցին գրավելու ռադիոտան շենքը եւ երբ որ Արարատ Միրզոյանին հարցրեցին, որ դուք հանցագործություն չեք կատարում արդյոք գրավելով ռազմական նշանակության օբյեկտ, պատասխանեց, որ ինչ անում ենք, լավ ենք անում, ինչ շենք ուզենանք կգրավենք, ինչ ուզենանք կանենք, որովհետև սա հեղափոխություն է եւ հիմա մենք տեսնում ենք Բագրատ Սրբազանի կեցավայրից արգրավված կներեք միկրովալնովկա, պոլիփետ, այո, պոլիփայտը նույնպես համարվել է իշխանազավթման գործիք, որսորդական հրացաններ, բացարձակ իրավական, ուրեմն լիցենզիաները, թույլտվությունները կողքը դրած։ Ինչի է այս ամենը անում հիմա Նիկոլ Փաշինյանը, նաև հիմա կալանավորում մյուս Սրբազանին, Միքայել Սրբազանին, որին նույնա բովանդակ հարցազրույցում տարի ու կես առաջ դատախազությունը հանցակազմ չէր տեսել, որովհետև Նիկոլը գնում է վաբանկ, ինքը Էրդողանից ստացել է վաբանկ գնալու եւ մեր բոլոր արժեքները եւ մեր բոլոր հնարավոր ամբոստության բուրգերը, վիզը ամբոստության բոլոր գլուխները գլխատելու ճանապարհով եւ ես ավելի քան վստահ եմ, որ Բագրատ եւ Միքայել Սրբազաններով սա չի ավարտվելու, Նիկոլ Փաշինյանի թաթը հասնելու է բոլոր այն հոգեվորականներին, ովքեր խարիզմատիկ են, ում խոսքը հոտի համար, հայ առաքելական եկեղեցու հետևորդների համար լսելի է եւ ազդեցություն ունի եւ վերջի ուրեմն որսը Նիկոլի վերջի ավարը որսը, հա, ռազմավորսը լինելու է վեհափառը, դա անքննելի է այլևս եւ եթե որոշները մտածում են, որ Նիկոլը կանգ է առնելու մի ինչ որ պահի, ապա այդ որոշները խորը թյուրիմացության մեջ են, որովհետեւ մենք գործ ունենք մահապարտի Սմերտնիկի հետ, որը իր վրա դրված առաքելությունը հասցնելու է միջև վերջ։ Այսինքն չեք բացառում, որ նաև վեհափառին ձերբակալելու, կալանավորելու ճանապարհով կգնան։ Ամեն ինչ անելու է, ամեն ինչ անելու է, ավելին մենք ես քանի որ իրանք սկսել են արդեն իրանց ընտանեկան էջերով այսպես մեսիջներ հաղորդել բոլոր այն քայլերի մասին, ինչ պատրաստվում են առաջիկայում։ Այո, հա, երևի Աշոտ Փաշինյանը իր հեռախոսը տվել է, ասել է ինձ հանգիստ թողեք, իմ անունից ինչ ուզում եք գրեք եւ Աշոտ Փաշինյանի անունից գրված վերջի մի հատ լավաշ տեքստ էր, որտեղ մի քանի վտանգավոր ուղերձ կար, որը ակնհայտորեն անելու է Նիկոլը եւ այդ վտանգավոր ուղերձներից մեկը այն էր, որ այսպես էր ձևակերպված, ամեն ինչ պիտի անենք, որ քանի որ փողը շարունակում է ազդեցություն ունենալ ընտրական գործընթացների վրա, ամեն ինչ պիտի անել, ըստ էության, եթե ամփոփեն, այո, առողջ ուժերը մտնեն քաղաքական դաշտ եւ եթե ամփոփեմ այդ ֆրազան, սա ակնարկեր, որ պիտի կասեցվի բազմաթիվ քաղաքական ուժերի գործունեությունը, որպիսի նրանք չմասնակցեն 26 թվականի ընտրությանը, որտեղ Նիկոլ Փաշինյանը այսօր ամենաատելի քաղաքական գործիչն է, այսօր այդ ուժը ամենաարգահատելի քաղաքական ուժն է եւ ինչքան էլ ես տեղյակ եմ, որ հիմա իրանք շատ էսպես հապճե փոխում են օրենսդրությունը, որպիսի կարողանան օրինական ձևով փող բաժանել ժողովրդին, կլինի սուբսիդիաներ, կլինի վարկերի մարում, կլինի հոսանքի մարում եւ այլն, բայց էդ էլ բավարար չի լինելու վերարտադրվելու համար, պետքա գլխատել բոլոր այն քաղաքական ուժերին, ովքեր ռեալ այլընտրանք են լինելու, կլինի արտահերթ թե հերթական Նիկոլի իշխանությանը եւ այն մեսիջը, որ խցկել էին, հա, Աշոտ Փաշինյանի անունից գրված տեքստում, դա մեսիջ էր, որ մենք առաջիկայում տեսնելու ենք եկեղեցու խնդիրը լուծելուց հետո, մենք առաջիկայում տեսնելու ենք
հաշվեհարդարներ քաղաքական ուժերի դեմ եւ պատահական չէր, որ նախարարներից մեկը իր այսպես էմոցիոնալ ընդվզման մեջ, որ այս այո տերորեիկ ուզում անել, հա, ակնարկեց, որ պիտի փակվի, կասեցվի հայ հեղափոխական դաշնակցությունը, հիշեք մեր զրույցը, հիշեք այսօրը, եկեղեցու հետ հաշվեհարդար տեսնելուց հետո հաջորդ քայլը լինելու է բոլորեն ազգային քաղաքական ուժերը, ովքեր ռեալ այլընտրանք են լինելու Նիկոլ Փաշինյանին օրենքի ուժով, այս կամ այն մեղադրանքով, դե եթե ասենք միկրովալնովկան եւ պոլիփայտը կարար լիներ իշխանազավթման գործի կամ մանուշակագույն ծուխը կամ օրինական զենքերը, ապա հավատացնում եմ ձեզ, ինքը գտնելու է հազար տարբերակ ազգային ուժերին ընտրական process-ների, ազգային ուժերի մասնակցությունը ընտրական process-ին կասեցնելու։ Նոր հոկտեմբերի 27-եր կկանխվեն։ Ամեն ինչ, գիտեք այդ ձայնագրությունները, հիշում եք, չէ, մենք քանի այդպես արհեստական բանականությամբ սարքված ձայնագրություններ տեսանք մահափորձերի եւ այլն, ավելի քան վստահ եմ, որ առաջիկայում այդպիսի ճակերտավոր ձայնագրությունների պակաս չի լինելու եւ բոլոր են քաղաքական ուժերը, ովքեր ռեալ ալտերնատիվ են այս ազգակործան պատուհաս ռեժիմի, նրանց թույլ չի տրվելու մասնակցել այս կամ այն, հա, այսպես ասած ճակերտավոր, հա, ատմասկայով մասնակցել ընտրություններին, ուստի կենսական է թույլ չտալ, որ Նիկոլ Փաշինյանը հասնի 26 թվականի ընտրության։ Մենք ուրբաթ օրը Մայրաթոռում տեսանք, որ ոստիկանությունը եւ ԱԱԾ-ն ամեն դեպքում խուսափեցին վեհարան ներխուժելուց եւ Միքայել Սրբազանին, այսպես ասած, տեսարաններով ձերբակալելուց։ Նույնը նաեւ Սամվել Կարապետյանի ձերբակալության ժամանակ տեղի ունեցավ։ Ինչ եք կարծում, սա առավելապես հանրային դիմադրությամբ էր պայմանավորված, թե ուժայիններն էլ աստիճանաբար սկսում են չի ենթարկվել Նիկոլ Փաշինյանին։ Սա պայմանավորված էր միանշանակ առ այս պահը հանրային դիմադրությամբ։ Նիկոլ Փաշինյանը հասկացավ, որ իր սրբապիղծ արշավը վեհարանի վրա հակառակ այն, որ ասում է խիարը թարսաբուսնելու, նույնը իրենք տեսան Սամվել Կարապետյանի դեպքում, երբ որ ըստ բազմաթիվ Նիկոլի տերմինը օգտագործեմ օդում կախված լուրերի, Աբազյանին հանձնարարվել էր նվաստացնելով բերման ենթարկել Սամվել Կարապետյանին, այդ հրահանգին չենթարկվեց, ինչը իրեն արժեցավ պաշտոն, բայց Աբազյանը հայկական Նուրենբերգում իր աթոռը այլևս մշտապես վաստակել է եւ իր բաժին պատասխանատվությունը լինելու է, այո, եղավ հանրային ընդվզում եւ Նիկոլ Փաշինյանը ընկրկեց եւ գիտեք այս նողկալի արշավը, հա, որ տեսնում ենք մենք Սամվել Կարապետյանի հանդեպ ընդամենը մեկ բառի համար, որ մենք կանգնած ենք հայ առաքելական եկեղեցու կողքին եւ մեր միջոցներով, մեր ձևերով սատար ենք լինելու եկեղեցին։ Ես նայում էի, թե հայ ժողովրդի անկախության պատմության մեջ ով է ամենամեծ ներդրում արել Հայաստանի եւ Արցախի տնտեսության մեջ, 800 միլիոն դոլարից ավել է եղել Սամվել Կարապետյանի արած ներդրումը եւ վաղը ազգային ժողովը քննարկելու է հեծը պետականացնելու հակասահմանադրական ծրագիր։ Ես արդեն ահազանգեր եմ ստանում բազմաթիվ երկրներից, ովքեր ասում են ձեր այս աթոռին նստած Նիկոլը չի հասկանում, որ այսպիսի բան անելով ինքը ուղղակիորեն զմռսելու է, փակելու է որևէ օտար երկրյա ներդրման, ինվեստիցիայի հնարավորություն այլևս Հայաստանում։ Ինքը շատ լավ գիտի եւ ես վստահ եմ իր շուրջը հավաքված այս քծնող իրավաբանների կոդալում ոչ բոլորն են անգրագետ եւ իրան վստահաբար ասել են, որ սա դատապարտված ակցիա է, որովհետեւ նաև Հայաստանի ստորագրած միջազգային բազմաթիվ կոնվենցիաներով մասնավոր սեփականությունը եւ մեր սահմանադրությամբ պաշտպանված է եւ եվրոպական դատարան չհասած սա ջախջախվելու է, բայց Նիկոլին տեսարաններ է պետք։ Հիմա Նիկոլը նստած է տեսարանների եւ շոուի նարկոտիկի վրա։ Ինքը այլևս, քանի որ հաց չի կարողանում տալ, մենք տեսնում ենք այս տոտալ աղքատությունը, տեսնում ենք այս խայտարակ գնաճը, տեսնում ենք, որ իրանց բոլոր խոստումները, բացեք 21 թվականի
ծրագիրը, ես չեմ խոսում նրանից, որ խոստացել էին Շուշիի Հադրութի դեօկուպացիա, անջատում հանուն փրկության, ես խոսում եմ սոցիալական փաթեթների մասին, այսքան պիտի իջներ ուրեմն աղքատությունը, թոշակները պիտի դառնար 68,000 դրամ, 69,000 կներեք, այսօր առավելագույնը 49,000-ը, այդ ամեն ինչը տապալել են եւ ինքը չի կարող այլևս հաց եւ տեսարանների հացի փայը ապահովել, դրա համար ինքը նստել է եւ հանրությանն էլ փորձում է նստեցնել տեսարանների եւ շոուի նարկոտիկի վրա, որպիսի այդ կերպ փորձի պահել իր իշխանությունը եւ գնալ տերորով, ահաբեկչությամբ, քաղաքական ուժերին ուղղակիորեն ալքելելով եւ կասեցնելով գործունեությունը, ինչը մենք կտեսնենք շատ մոտ ապագայում, ապահովել իր վերարտադրությունը եւ բոլոր են քաղաքական ուժերը ովքեր խելոք նստած պատրաստվում են Նիկոլի հետ 26 թվականի ընտրության, նրանք բոլորը մաս են լինելու եւ իրենց պատասխանատվության բաժինը ունենալու են այս դավադիր նիկոլիզմի գործունեության մեջ։ Զորաբյան 26-ի ընտրություններին դեռ կանրադառնանք, ինչպես գիտեք, ԿՊ-ից հեռացված պատգամավորներ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը առաջարկում էին Միքայել Սրբազանին առաջադրել որպես վարչապետի թեկնածու եւ անվստահության գործընթաց նախաձեռնել, ընդդիմադիր Հայաստան եւ Պատիվ ունեմ խմբակցություններն էլ աջակցություն հայտնեցին այս որոշմանը, սակայն հենց ինքը Սրբազանը հրաժարվեց թեկնածու լինելուց։ Անձամբ Սրբազանին տեսնում եք որպես վարչապետի թեկնածու եւ ինչու վերջինս հրաժարվեց առաջադրվելուց։ Տեսեք, ես ունեմ տեղեկատվություն, որը դեռևս ճշտման կարիք ունի, որ Սրբազանին առաջադրվել թույլ չի տվել վեհապարը։ Եթե դա այդպես է, դա դեռ պիտի քննարկել եւ հասկանալ, կամ միգուցե իրապես Միքայել Սրբազանը ինքը այդ որոշումը կայացրել է։ Գիտեք, մենք հիմա ապրում ենք ռազմական իրավիճակում։ Մենք հիմա ապրում ենք Հայաստանի իշխանությունների, Թուրքիայի եւ Արևմուտքի Հայաստանի ժողովրդին նետված հիբրիդային պատերազմի պայմաններում, երբ որ Իրան իրավունք է վերապահում Ֆրանսիայի նախագահը իր ծեծ կերած քիթը, երբ որ կնիկը մի հատ օթանավի մեջ չափալախեց, ծեծ կերած քիթը խոթել Հայաստանի ներքաղաքական գործերի մեջ։ Լավ էր ասել մեր գործընկերներից մեկը, գնա տատիկիդ դոմփի։ Դու ինչ գործ ունես, մտել ես Հայաստանի ներքաղաքական գործերի մեջ, երբ որ ռուս մի փորձագետ, տեսակետ է հայտնում, ասում են քիթդ հանի Հայաստանի գործերից։ Մակրոն գնա, ինչ է դրա տատիկի անունը։ Չգիտեմ, կնոջ նկատի ունի։ Բրիջիտ Մակրոն։ Հա, գնա տատիկ ասելով դրան նկատի ունի, գնա տատիկի դոմփի, քիթդ հանի Հայաստանի ներքաղաքական գործերից։ Սա այս իրավիճակում ցանկացած լուծում, որը կբերի կոնսենսուսի, ցանկացած տեխնացու, որը կբերի խորհրդարանական ուժերի միջև կոնսենսուսի, որտեղ ես հասկացա, որ եթե Սրբազան Աջապահյանը համաձայներ եւ Պատիվ ունեմ եւ Հայաստան դաշինքները առաջադրելու են նրա տեխնացությունը, այդ երկու ծերունի ավազակներն էլ բնականաբար ԿՊ-ից դուրս եկած միանալու էին, բայց 36 ստորագրությունը լինում էր արդեն գործընթացը սկսելու համար։ Այո, գործընթացը սկսելու համար 36 ստորագրությունը լինելու էր, ցավոք ունենք այն ինչ ունենք, իսկ դա լավ, ինչ ասեմ, թրիգեր էր լինելու, որովհետև ես պնդում եմ իմ տեսակետը, որ ԿՊ-ում կան падգամավորներ, որոնց մենք ոչ անունն ենք լսել, ոչ ճանաչում ենք, այնտեղ 71-ից մենք առնվազն ճանաչում ենք մի 30-ին, հա, ովքեր սենց իրանց ճղում են, սենց թողեք, սենց կոտորում են իրանց Նիկոլի համար, բայց այնտեղ կան 30-ից ավել падգամավորներ, ովքեր հասկանում են ինչ աղետի մեջ ենք եւ որոնց համար այս impeachment-ը եւս իդեալական փրկողակ կարող է լինել, որովհետեւ մեզանից շատերին իրենք միջնորդավորված փոխանցում են տեղեկատվություն, որ այն պահին, երբ որ մենք հասկանանք, որ գործընթացը անդառնալի է եւ Նիկոլը չի կարող մեզ վախեցնել կոմպրոմատներով, կալանավորել եւ այլն, իսկ մենք տեսնում ենք, որ իդեմս Նիկոլի մենք գործ ունենք, բոլոր կարմիր գծերը հատած գործչի հետ, նա կորցնելու բան չունի։ Նիկոլը այսօր կորցնելու ոչինչ չունի, գնալու է միջև վերջ։ Ինքը մահապարտ է, որտեղ ինքը շատ լավ հասկանում է, ինչ է լինելու իր հետ,
եւ իր ընտանիքի հետ իր իշխանությունը կորցնելու դեպքում հավատացեքից այն ԿՊ-ականները, ովքեր հասկանում են ուր ատանում այս ազգադավ ռեժիմը, որի պատանդն են նաեւ իրենք, երբ որ կտեսնեն, որ process-ը այլևս impeachment-ի process-ը այլևս անդառնալի է, հավատացնում եմ ձեզ, իրար լոնգ տալով գարու են ստորագրեն ավելի քան վստահ են, որ կգտնվեն։ Բայց ձեզ հակադարձում են այն մարդիկ, ովքեր չեն կիսում այս տեսակետը, նշում են 20 թվականի աղետալի պատերազմից հետո 88 հոգանոց խմբակցությունից 5-ը միայն համարձակվեցին դուրս գալ, հիմա ինչը պետք է նրանց ստիպի։ Տեսեք, իսկ ով էր 20 թվականին իրանց հետ աշխատել, այդ 5-ը որ դուրս էին եկել, նրանց հետ ընդդիմությունից ես ձեզ վստահեցնում եմ, որպես այդ ժամանակ ընդդիմադիր ամենամեծ ընդդիմադիր խմբակցության առանցքային դեմքերից մեկը։ Ոչ մեկ իրենց հետ չէր աշխատել, եւ ոչ Սոֆիայի, ոչ այն տղայի անունը մոռացել եմ, Գոր Գևորգյան, ոչ Թագուհու, ոչ մեկի, ոչ իրենք բոլորը դա իրենց անձնական որոշումն ա եղել։ Հիմա տեսնում են, չէ, որ այս մարդը երկիրը տանում է վերջնական կործանման, ինչ որ մեկը աշխատել է կամ աշխատում է ԿՊ պատգամավորների հետ։ Ես չունեմ առնվազն տեղեկատվություն, որ նրանց հետ աշխատում են, այսինքն աշխատել է պետք։ Ասել, որ չէ, հնարավոր չի եւ դրանով թեման գցել 26 թվականի հերթական ընտրության դաշտ, ուղղակիորեն չի կարելի, որովհետեւ 18 թվականի մայիսի 1-ին ես էլի եմ ասել, եթե ինձ հարցնեիք, որ մեկ շաբաթ հետո հնարավոր է, որ ազգային ժողովով Նիկոլը ընտրվի վարչապետ, ես կասեի ոչ, դա հնարավոր չէ, բայց քանի որ ես այդ մի շաբաթն եմ տեսել 18 թվականի մայիսի 1-ից մայիսի 8-ի այդ 7 օրն եմ տեսել, թե ինչպես հնարավոր եղավ 180 աստիճան շրջել իրավիճակը, ես ասում եմ այո հնարավոր է, որովհետև այդ մարդիկ բազմաթիվ ԿՊ-ականներ հասկանում են, որ մի լուսապայծառ Արարատյան առավոտ իրանք զարթնելու են եւ Նիկոլ Փաշինյանը իր ընտանիքի հետ չի լինելու եւ իրենք են դառնալու այն հոշոտման միսը, որ ԿՊ-ական վերնախավը տալու է հենց Նիկոլ ընտրած ժողովրդի նա Ռաստիրզանյե։ Ոտքին Զորաբյան, եթե այնուամենայնիվ առաջիկա ամիսներին չհաջողվի Նիկոլ Փաշինյանին հեռացնել եւ մենք հասնենք 26 թվականի հերթական ընտրություններին, ինչ եք կարծում, ընտրությունների միջոցով Փաշինյանին մեզ կհաջողվի հեռացնել, թե այլ արդյունք մենք կունենանք, ինչպես օրինակ 21 թվականին։ Ես կարծում եմ, եթե Նիկոլ Փաշինյանը մնաց, մենք հասկանում ենք, որ ինքը իր իշխանությունը վերարտադրվելու համար Թուրքիան եւ Ադրբեջանը եւ հատկապես Թուրքիան անելու է ամեն ինչ, հիշում եք, չէ, պարբերաբար այնտեղից հայտարարում էր, որ անգամ թուրքական հատուկ ջոկատայիններ պիտի մտնել Նիկոլի իշխանությունը պահելու համար, այո, Օնիկ Գասպարյանի իրադարձությունների ժամանակ մենք տեսնում ենք, որ միջազգային հարթակներում շատ այլևս վտանգավոր եւ շատ այսպես արմատավորվում է արևմտյան Ադրբեջան խոսույթը, եկեք չմոռանանք իսլամական համագործակցության կազմակերպության 56 երկրների հայտարարությունը, որոնք ուղղակիորեն ուլտիմատում էին դնում Հայաստանի առաջ, որ պիտի ընդունեք 300,000 ադրբեջանցի փախստականների եւ ձևակերպումներում անընդհատ շեշտվում էր արևմտյան Ադրբեջան, եթե Նիկոլը հասավ 26 թվականի ընտրության, դեռ հարցը Հայաստանից ինչ կմնա, որովհետեւ նախորդին Ալիևն կրկին պնդեց, որ Փաշինյանը պարտավոր է ընդունել արևմտյան Ադրբեջանի ներկայացուցիչներին Երևանում եւ նրանց հետ քննարկել նրանց օրինական եւ անվտանգ վերադարձի հարցերը։ Մենք չգիտենք մի քանի ամիս հետո ինչ կլինի Հայաստանում, քանի ադրբեջանցի այլևս այդ խայտարակ համաձայնության արդյունքում այստեղ կլինի, բայց եթե տեսականորեն ընդունում ենք, որ հասնում ենք 26 թվականի ընտրության, ապա ես գրեթե վստահ եմ, որ կրկնվելու է, ցավոք սրտի կրկնվելու է 21 թվականի ծրագիրը, եւ եթե որոշ ընդդիմադիր ուժերի համար դա օքեյ է, իրանք մի քանի падգամավոր ունենան, գնան կառավարության հարց ու պատասխանի ժամանակ
ժամանակ սենց հերոսական, սենց Զոյա Կասմաձեմյանցկայի դեմքի արտահայտությամբ հերոսական հարցեր տան, ես կարծում եմ հասարակության գերակշիռ մեծամասնության համար սպասել 26-ին Նիկոլի հետ ընտրությունների մասնակցելու օրակարգը միանշանակ մերժելի է։ Վաղվանից ուժի մեջ է մտնում նաև Նիկոլ Փաշինյանի հայտարարած, այսպես ասած, հրադադարը, ինչպես գիտենք, նա առաջարկել է մի քանի օր չհայհոյել, իսկ քաղաքական դաշտում անցնել բացառապես քաղաքակիրթ բանավեճի, հիմնված, ստուգված եւ իրականությանը համապատասխանող փաստերի վրա։ Ինչպես է գնահատում Փաշինյանի այս առաջարկը եւ ըստ ձեզ ինչը նրան ստիպեց գոնե ժամանակավորապես հրաժարվել իր հայհոյախառն գրառումներից։ Ես կարծում եմ այն, որ իր եւ իր կնոջ հայհոյախառն գրառումները ոչ իր եզ, էշ, դոմփել, ինչ ուզենամ թափ կտամ, պոռնկաբարո, չուլաններում մանկապղծությամբ զբաղվող այս խոսույթը ուղղակիորեն նողկանք առաջացրեց հանրության մեջ եւ նաեւ տեսանք, որ Facebook-ը, որի ուղիղ հովանավորության տակ է Մետան, որի ուղիղ հովանավորության տակ է Նիկոլ Փաշինյանի եւ նրա քաղաքական թիմի առանցքային դեմքերի էջերը նրանց գուրգուրանքի տակ է, անգամ իրենք չկարողացան դա հանդուրժել եւ վեհափարի դեմ ուղված հերթական կեղտոտ գրառումը հեռացվեց եւ նաեւ այո ամենակարևորը նա է, որ ինքը տեսավ, որ այս լեքսիկոնը, դոգի լեքսիկոնը իրան եւ իր կնոջը ոչ միայն դիվիդենտներ չի բերում, հա, որովհետեւ դոգը դա մի այլասերված ֆենոմեն էր, այլասերված, ինքը փորձեց, հա, իր ընտանիքի անդամների հետ կրկնել այդ այլասերված ֆենոմենը, մտածելով, որ այդ լեքսիկոնը, հա, դոգշան անտեր մնացած էլեկտորատին կկարողանա նաև իր կողմը բերել եւ ինքը ցույց կտա, որ ինքը միակ գողականն է, միակ մաչոն է, միակ տղեն է, իր կինն էլ իր հետ, ինքը հասկացավ, որ այս կատաստրոֆիկ դրժոխային հակազդեցությունը ուղղակիորեն տեղ չի թողելու, որ ինքը, ինչ ասեմ, հասնի 26 թվականի ընտրության, բայց պետք չի ոգևորվել, ես ավելի քան վստահ եմ, որ մինչև հուլիսի 5-ը մորատորիում վերցնելը, չքրֆելու մորատորիում վերցնելու տակ, շատ մի այլ կեղտոտ բան է թաքնված, ես չեմ բացառում, որ հենց սահմանադրության ընդունման օրը, հա, ինքը ներկայացնի, օրինակ, սահմանադրության փոփոխությունների իր խայտարակ փաթեթը, որտեղ հիմնական դրույթները թելադրված են Ադրբեջանի կողմից մասնավորապես անկախության հռչակագրի հանումը, նաև դրույթ, որտեղ հայ առաքելական եկեղեցու բացառիկ կարգավիճակը կհանվի եւ չեմ բացառում, որ այդտեղ լինի նաև դրույթ, որ վեհափարի նշանակելու է Նիկոլ Փաշինյանը սամոլիչնը, այնպես որ մարդիկ ովքեր ասում են դե երևի հասկացել է, որ չի կարելի հայհոյել, չէ, ինքը ոչինչ չի հասկացել եւ ինքը ոչինչ չի հասկանալ, որտեւ եթե ինքը հասկանար ինչ է արել, ինքը առնվազն 20 թվականի նոյեմբերի 9-ին հրաժարական կտար եւ գլխահակ կկանգներ հայկական Նյուրնբերգի առջեւ, թեկուզ իր մեկ այն հայտարարության համար, որ ես պիտի գայի, անկեղծորեն կանգնեի եւ ասեի, որ այս հողերը պիտի տանք, արդյունքը կլիներ նույնը, բայց առանց զոհերի այս մի հայտարարությունը ինքնախոստովանական արդեն բավարար էր հրաժարականի համար, եթե նա դա չի հասկացել, եթե նա այս ընթացքում երկիրը այսքան արհավիրքի առջև կանգնեցնելը չի հասկացել, այո, իր դեպքում իհարկե ոչ, ինքը միսիա ունի, ինքը ունի առաքելություն եւ այդ առաքելությունը ինքը միջև վերջ տանելու։ Եվ Տիկին Զորաբյան, թուրքական լրատվամիջոցները գրում են, որ Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական կինը Աննա Հակոբյանը հունիսի 19-ից 22-ը հանգստացել է Անտալիայի գերթանկարժեք հյուրանոցներից մեկում եւ 3 օրվա համար շուրջ 100,000 եվրո է վճարել։ Չնայած ինքը Աննա Հակոբյանը հերքել է այս տեղեկությունը, նշելով, որ այդ օրերին գտնվել է Հայաստանում եւ Սյունիք էր այցելել։ Ձեր գնահատմամբ ինչով է պայմանավորված թուրքական մամուլի այս արտահոսքը եւ ինչ եք կարծում, որքանով է այն իրականությանը համապատասխանում։ Գիտեք, ես քանի որ ի տարբերություն Նիկոլի, ով պնդում է, որ այս սրբազանները պոռնկաբարո են, երևի մոմա բռնել, ես չեմ կարող
հաստատել մի բան, որի վերաբերյալ ես փաստական տվյալներ չունեմ, բայց որ Նիկոլ Փաշինյանի ընտանիքը դա այլևս հարուստ ընտանիք է եւ այդտեղ երկու կարծիք լինել չի կարող, դա աներկբա փաստ է, բա պիտի հերքեին, բա ինչ պիտի անեն, կարծեմ դուք եք նույն օրներ, որ Ստամբուլում էր Նիկոլ Փաշինյանը եղել։ Այո, Ստամբուլում էր, բա պիտի հերքի, բա դուք կարծեմ դուք եք հենց հրապարակել Աննա Հակոբյանի ձեռքի ժամացույցը, որը ըստ ձեր հրապարակման արժեր 375,000 եվրո, բա հերքվեց, չէ հերքվեց, բայց պետք է լինի կժիլ սուտ ես ասում կամ ես սուտ ես ասում, այսինքն այս մարդը ով եկավ իշխանության իբր թալանը վերադարձնելու, իբր սոցիալական արդարություն հաստատելու կոչերով եւ դագաղներով զավթեց իշխանությունը, այսօր դարձել է երևի տարածաշրջանի թիվ 1 բռնապետը, գերազանցելով Ստախանովյան քայլելով, գերազանցելով նաեւ Ալիևին, որովհետեւ այն ինչ որ հիմա է անում Նիկոլ Փաշինյանը, պատկերացնում եք, Ալիևը հրահանգ տար Ալաշուքյուր Փաշազադեի, չգիտեմ, կեցավայր մտնել զենքով, չկա նման բան եւ ամենաաբսուրդային երազում, որ չգիտեմ, մուսուլմանները գրոհ են, հա, մուսուլման ԱԱԾ աշխատողները գրոհ են իրենց հոգեվոր առաջնորդի կեցավայրը, այնպես որ այս մարդը, ով արդարության եւ սոցիալական հավասարության թալանը հետ բերելու կոչերով, դագաղներով զավթեց իշխանությունը, մենք տեսնում ենք նրա պաշտոնավարման 7 տարիներին պատերազմ, հանձնված Արցախ, բսկտված Հայաստան, ոչնչած օկուպացված տարածքներ, ոչնչացված արժեքային համակարգ, եկեղեցու վրա նողկալի գրոհ, իսկ տնտեսական բլոկում տեսնում ենք բոլոր վիճակագրական տվյալներով նաև ՄԱԿ-ի աշխարհի ամենաթանկ քաղաք ապրելու համար Երևանը, թանկ քաղաքներից մեկը, խայտարակ գնաճ, որի ֆոնին չի բարձրացել ոչ նվազագույն աշխատավարձ, ոչ կենսաթոշակ, փոխարենը լեգիտիմ, օրինական, հələ սա մենակ օրինականն է, 25 թվականի պետական բյուջեում Նիկոլ Փաշինյանը $200 միլիոն ա դրել պարգևավճարների համար, սա է Նիկոլի Հայաստանը։ Տիկին Զոհրաբյան, շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Օրակարգն այսօր այսպիսին էր, այն ամփոփեցինք հասարակական քաղաքական գործիչ Նայարա Զոհրաբյանի հետ։ Կհանդիպենք։